ես ուզում եմ հասկանալ, կա սցենար, որը իշխանությունը ունի։ Դեռ ոչ, դեռ այդ մասին չեմ խոսի։ Իսկ կներեք, էլի, այսինքն սցենար չկա, թե չեք ուզում հանրայնացնեք։ Միտքը կա, գաղափարը կա եւ հետագայում արդեն ընթացքը ցույց կտա։ Իսկ ինչու պետք է արտահերտ ընտրություններ լինեն Գյումրիում Տիկին Ղազարյան։ Որովհետեւ տեսնում ենք, թե ինչպես է Գյումրիի քաղաքապետը ձախողել ողջ ընթացակարգը եւ մենք թե ձայնագրություններին ենք ականատես լինում, թե տեսնում ենք, թե ինչ ընթացք է գնում եւ հասկանում ենք, որ այնտեղ անհրաժեշտ են արտահերտ ընտրություններ։ Ձայնագրությունները կարող է իրավական պրոցես։ Դե իրավական պրոցեսները գնում են, բայց քաղաքը ահավոր վիճակում էր, ինչպես վարչապետը արդեն ասեց, մենք եղանք այնտեղ եւ տեսանք այս տարիների ընթացքում ինչքան քիչ աշխատանք է կատարվել, թեպետ հնարավորինս համահարթեցման շրջանակներում մենք բոլոր համայնքներին ֆինանսավորում տրամադրում ենք ըստ համայնքների առաջնահերթությունների եւ այլն, բայց քաղաքը արագ վերականգնման կարիք ունի, հետեւաբար նոր կառավարում պետք է լինի, որպեսզի կարողանան շատ լավ աշխատել եւ քաղաքը վերականգնել, որպեսզի այսպիսի խնդիրների առաջ չկանգնենք։ Եկեք Գյումրիից ասենք, այսքան կարող եմ ասեմ։ Բայց դուք գիտեք, որ կոալիցիոն կառավարման ընթացքում ինչպես էր աշխատում Գյումրու ավականին, չէր աշխատում համարյա, ոչ մի բան ընթացակարգեր չէր, ոչ մի առաջարկ չէր ընդունվում եւ աշխատանքները առաջ չէին գնում, որի արդյունքում գնացինք նոր ընտրությունների, կոալիցիան խզվեց, որովհետեւ աշխատանքներ չէին կարողանում իրականացնել մեր ավականին։ Դե որ գնանք Գյումրիում փողոցներում քայլենք, չէ, դե լավ, եկեք չէ, ես չէի ասի, Թալին քաղաք ես մտել եմ, շատ լավ է։ Ինչ առումով էր ավելի ահավոր։ Ասֆալտի առումով։ Ես չեմ նկատել, ես ինքս Գյումրիում եմ եղել ու քայլել եմ, այնտեղ չեմ։ Չէ, նորմալ չէ, եկեք ինքնախաբեությամբ, ոչ միայն ճանապարհները, եթե ճանապարհները ակնհայտ ենք տեսնում, կան նաև այլ պրոցեսներ, որովհետև մենակ ճանապարհ չենք յուրաքանչյուր համայնքում վերականգնում կամ ասֆալտապատում չենք իրականացնում, կան շատ ծրագրեր, որոնք որ իրականում չկարողացան կյանքի կոչել, թե նախորդ կոալիցիոն կառավարման ժամանակ եւ թե հիմա, քիչ չեմ հիշում, Ընտրությունների այս խառնաշփոթի հետ կապված ինչ կասեք։ Միահամուռ ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունները կեղծվել են եւ ապացույցներ են ներկայացնում թվերի հետ կապված։ Ինչու է այդպես ստացվել։ Շատ ծիծաղելի են հանգամանքը, որ ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում աչքի են ընկել հատկապես ընդդիմության ընտրակեղծարարությամբ, ընդդիմությունն է աչքի ընկնել ընտրակեղծարարությամբ։ Մենք բազում ձայնագրություններ ընտրակաշարք տալու վերցնելու վերաբերյալ ականատես ենք եղել բոլորովս, բացահայտումները շարունակվել են, շարունակվում են այսօր, բայց նաև սիրելիս երեք պարզվեց, որ նաև մեր ձայները չեն հաշվարկվել եւ քանի որ massամբ չէ, հենց մեր ձայներն է։ Տեսեք, եթե ընդդիմության ձայների դեպքում 20-30 ձայն չի հաշվարկվել, մեր տեղելատեղամաս 20-30 ձայն, եթե ընտրատեղամասեր, մեր մոտ եղել է, ասենք 100-ից 150 ձայն, որ չի հաշվարկվել, ոչ թե չի հաշվարկվել, այլ տեխնիկական սխալ եղել, քանի որ ձեռքով են մուտքագրումները անում, հնարավոր է տողերի խախտում։ Դե հիմա մենք նախնական արդյունքներով ունենք արդյունքները, որ հիմա վրա կարող ենք ասել, որ միասնաձևավորել են կառավարություն, բայց այս իշխանություն, բայց նաև սպասենք վերջնական արդյունքներին, իսկ այս ընթացքում մանրամասն կենտրոնական ընտրական հանձնաժողովը աշխատանք է կատարում, որ հնարավորինս այդ շտկը դա ընտրակեղծարարություն չի բնակ Դե հիմա տեսեք արձանագրությունները կան, այնտեղ կան իրանց վերահսկողներն են եղել եւ այլն, երբ թե այդպիսի ականհայտ խախտումներ լիներ, վերահսկողներն էլ ձայն կբարձրացնեն, բայց էլի եմ ասում, դուք բոլորդ, մենք բոլորս գիտենք, որ այդտեղ տեխնիկական խնդիրներ ա եղել եւ ԿՊ-ի ձայներն էլ ավելի շատ են որոշ տեղերում նաեւ դուժել, քան օրինակ ուժեղ Հայաստանի եւ մնացածին։ Էնպես որ եկեք սպասենք վերջնական բանին։ Ճիշտն ասած շատ չեմ տիրապետում ներկայացրել է թե չէ, բայց իմ կարծիքով հիմա վերանայման արդյունքում նաև մեր ձայներն ավելանում, ինչը շատ լավ է։ Տիկին Ղազարյան, իսկ դուք ինչպես եք պատկերացնում խորհրդարանում աշխատանք, ամեն դեպքում այն պատկերը, որ հիմա կա, ակնհայտ է, որ դժվարություններ են լինելու տարբեր օրենսդրական նախաձեռնությունների եւ այլնի հետ կապված, ինչպես եք պատկերացնում։ Մենք միշտ ասել ենք, որ մենք հաշտ ենք լինելու ցանկացած արդյունքի դեպքում։ Եվ աշխատանքն էլ ինչ եք
21 թվականին ընդդիմության այդ ընդդիմությունը մեր համար բան է։ Դե այնուամենայնիվ ես կարծում եմ մենք այս անգամ էլ խնդիրներ չենք ունենա, որևէ օրես դե դա կերև է, եթե իրենք մտածում են օրինակ երեք ես նկատեցի, որ շատ ծիծաղելի էր էլի, որովհետև 5 տարի շարունակ նաև ընդդիմություններ փորձում թե հիշում եք վերջին օրերին նաև խոսում էին թե ԿՊ-ից այսքան մանդատ բան կանենք, կվերցնենք եւ այլն, այս մասին նույնիսկ հիմա էլ են երազում։ Որ ընդդիմադիրներ ավելի շուտ կանցնեն։ Ես կարծում եմ, որ երբ որ սահմանադրությունը լինի ժողովուրդը քննարկի բանը եւ այսպես հանրային քննարկում ծավալվի, հնարավոր է, չնայած իրենց վրա հույս չունեմ առանձնապես, որովհետեւ իրենք այլ նկարտումներով են գալիս ազգային ժողովի, ինչպես տեսել ենք 21 թվականին, հնարավոր է հետագա զարգացումների ընթացքում ով գիտի ինչ կլինի, հետեւաբար այսպես կախած, բայց ես կարծում եմ իրենք պետք է վախենան ազգային ժողովում դժվարություններից եւ ոչ թե մենք պետք է վախենանք դժվարություններից։ Ես չեմ կարող հիմա կանխատեսել ով կմիանա ով չէ, բայց մենք որ հաստատ մեզանից երբևէ չի եղել նման բան, հետեւաբար իրենց ցույցերը չեն արդեն 300,000 ադրբեջանցիների թեզը ավարտեցին, հիմա էլ որոշել են որ ձեզանից 8 падգամավոր են տանելու։ Այդ եմ ասում, շատ ծիծաղալու է։ Ես ուժեղներին ամեն օր խոստանում եմ 5 տարվա ընթացքում ամեն ելույթումս առանցին հարցնեմ այդ ադրբեջանցիներն ունեն, եթե չեն ապացուցել խնդիր են ունեն։ Բայց ես նկատի ունեմ 8 падգամավոր։ Ասենք հեքիաթ ասածների կուսակցություն է եղել ի սկզբանե, ասենք այդ չգիտեմ ինչ երազ են տեսնում անկեղծ կամ ինչպես իրենք էին այսպես կամ ինչ են ուտում, ավելի շուտ ինձ սունկ են օգտագործում։ Իշխանությունները Արցախը տալու են, դուք ծաղում եք, ասում եք երազ է։ Բայց ով է Արցախը տվել, եկեք այդտեղ խոսենք էլի։ Այդ ինչ եք ասում։ Իրենց իշխանություն վերած ղեկավարն է ստորագրել Արցախի լուծարման փաստաթուղթը, եկեք խնդրում եմ էլի։ Ոչ մի նախկին ղեկավար չի եղել, որ ճանաչել է Արցախը Հայաստանի կազմում, բոլորն էլ ճանաչել են Ադրբեջանի կազմում եւ եկեք այդտեղ պաթոսների չտրվենք էլի։ Չեմ պատասխանում այդ հարցին այլևս, որովհետեւ ամեն ինչ շատ ավելի པարզ է, հիմա ավելորդ հարցեր եք տալիս ուղղակի։ Նախորդ անգամ էլ էր դիմել, ինչ արդյունքի, ասա Ժորժ ջան, այս ընտրությունները մենք միշտ ասել ենք մեր համար ամենակարևորը, որ ընտրությունները անցնեն ազատ, թափանցիկ, արդար ընտրություններ եւ մենք տեսեք ընդհանրապես չեն խառնված։ Թեպետ ասում եմ 3 արձանագրվեց, որ ավելի շատ ԿՊ-ի ձայներ որոշ տեղամասերում պակաս է ու մենք մեր տոկոսն ենք բարձրացնում։ Թող ինչքան ուզում է վիճարկեն, ինչքան մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի անցնեն ազատ ընտրություններ։ Բայց մարդկային գործոնը ես որպես նաեւ բան եմ, քիմիկ եմ ասում, երբ որ փորձ ես անում, որևէ բան ես անում, ինչքան մարդկային գործոնը մեջը կա, այդքան սխալի տոկոսը կարող է ավելանել։ Հիմա մարդկային գործոնի խնդիրը կա, որի ժամանակ տրվել է ժամանակ, վերջնական արդյունքները կլինեն։ Ես կարծում եմ, այստեղ խնդիր ընդհանրապես չի լինի, որովհետև եթե խնդիր լիներ, ինչքան էլ իրենք փորձում էին այդ օրվա ընթացքում ինչ-որ բաներ գեներացնել, որպեսզի կասկածի տակ դնեին ընտրության արդյունքները, հասկացան, որ նման բան չի լինի, չեն կարող անել եւ հետեւաբար արդյունքները կլինեն, կարծում եմ բոլորն էլ հաշտվի են, թող վիճարկեն, դա նորմալ է, իրենց ձեռագիրն է, դրանից չենք նեղվում։ Ամեն դեպքում իշխանությանը ձեռնտու չի, որ երրորդ ընդդիմադիր ուժը մտնի խորհրդարան եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ասում է, որ երբ որ իշխանությունը հասկացել է, որ իրենք 3-5-րդ չեն ունենալու, այդ ժամանակ ԲՀԿ-ի ձայներն արդեն իսկ պակասել է եւ հիմա վերհաշվարկի հետևանքով իրենք տեսնում են, որ ընտրատեղամասում նույնիսկ 90 ձայն մեկ ընտրատեղամասով ավել է գրանցվել։ Այսինքն միտում են տեսնում, որ միտումնավոր ձայները քչացել են, որպեսզի երրորդ ընդդիմադիր ուժը չմտնի խորհրդարան։ Չափում ամեն ինչ, խնդրում եմ։ Մենք առաջին անգամ չենք ընտրություն իրականացնում, առաջին անգամ չէ մեր իշխանության օրոք թե թիմերում, թե համապետական երկու ընտրություն է իրականացել, որևէ նման խնդիր չի առաջացել, որևէ միտում չենք ունեցել։ Ես էլ եմ ասում, ես չի որ մեր ընդդիմության համար այս պահին ձևավորված 21 թվի այնքան երջանիկ ենք, բայց երբևէ որևէ քվե, որևէ տեղ չի փոխվել, այնպես որ սպասենք արդյունքներին, ամեն ինչ պարզ կլինի, կգան, չեն գա, էդ էլ արդեն վերահաշվարկի արդյունքները պարզ կլինի, կարող է պարզվել, որ վերահաշվարկի արդյունքով ԿՊ-ն ավելի շատ տոկոսներ է ապահովում, ես դրանում նույնիսկ վստահ եմ։ Բայց հնարավոր է նաև հակառակը լինի, որ իրենք թավերը քիչելու են։ Դե թող մտնեն խորհրդարան, ոչ մի խնդիր։ Դե ոչ մի խնդիր, արդյունքը ոնց կա, դրա հետ հաշտենք։ Ասում են, որ գործարքեք նույնիսկ առաջարկել Գագիկ Ծառուկյանին, որը նա մերժել է եւ դա է պատճառը, որ հաշվի հարդար եք տեսնում նրա նկատմամբ, նաև քրեական վարույթ է նախաձեռնել։ Մենք ի սկզբանե խոսացել ենք այդ մասին, որ հաշվի հարդարի խնդիր չկա, այդ մարդը լրիվ հարկերից խուսափելու վերաբերյալ ունի քրեական գործ Ղազարյան, բայց երկու հարցը սպառել է Շողիկ ջան։ Անցնենք մյուսների հարցերի պատասխանելու։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը չստացավ դատախազությունը եւ մեղադրանք առաջադրեց։ Ես չգիտեմ ինչի մասին եք խոսում, ես գիտեմ, որ այս պահի դրությամբ խնդիր ունի Գագիկ Ծառուկյանը հարկեր չվճարելու վերաբերյալ, որի ընտրություններից հետո չէ, նոր չենք իմացել, վաղուց գիտենք, դրա համար էլ վարչապետը հստակ ասում էր, որ այդ մարդիկ նստելու են բնականաբար։ Ես ասում եմ, դատական պրոցեսները հնարավոր է երկար են տևում, բայց արդարադատությունը միշտ վրա է հասնում։